Ես ցանուցվել եմ այս հասցեով ներգանալու համար։ Հիմա ես մտնեմ ներս, որտեղ շատ բանից տեղեկացված չեմ, առավոտվանից իր հետ եմ եղել, քննչական գործողությունների։ Ես նախաքննական մարմնից են ասել, որ եկեք այստեղ ու կայսեր այստեղ են հիմա։ Այո, ցանուցվել եմ այս հասցեով ներգանալու համար։ Շաբաթության մեքենա եկավ իր համար է։ Հավանաբար, որովհետև առավոտյան ամեն դեպքում խնդիրներ ունի, տեղերը չէր ասեղվել։ Իմ տեղեկություններով այո, բայց ես Իսկ դուք լսել եք նախաքննական մարմնի ձայնագրությունը, դա իր ձայնն է, ինքն եք աշակերտել, խոսել եք։ Այնքանով իշքանով հերքում է պարոն Ղուկասյանը ամեն ինչ։ Նման որևէ հանգամանք պարոն Ղուկասյանը չի ընդունում։ Ավելին ասեմ, այդ նկարագրության մեծ մասը, որ այդպես նկարագրում էին 24 թվական դեկտեմբեր, 25 թվական փետրվար։ Այսինքն ձերբակալված անձիկ եւս բոլորը քաղաքապետարանի աշխատողներ են։ Հավանաբար տեղեկություններ ես չունեմ, որտեղ խնդրում եք հստակեցում։ Այսինքն Վարդան Ղուկասյանի այս գործունեության հետ կապ չունի։ 24 թվականին համանքի ղեկավար չէր Վարդան Ղուկասյանը, ոչ է 25 թվականի փետրվարին։ ՔՊ-ի տեխնազոին կամ պաշտոնակադային հարցեր եք, ինչու է նման բաներ տեղի ունեցել իր։ Քաղաքապետարանի ներսում չէ՞ այդ ձայնագրությունը արված։ 6-7 դրվագից մեկն է վերաբերվում Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ընթացքում։ Մնացածը վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ ըստ էության թույլատրաբար է Վարդան Ղուկասյանը ընտրվել Գյումրու քաղաքապետ եւ դա պետք է շտկվի առանձին ԿՊԱ-ականներ ասում էին թող ճամփորդները հավաքի։ Մի քանի օր առաջ ես նշեցի, որ սկսվել է ամբիոնից վարչապետի հայտարարության իրականացման գործընթացը։ Այն է հեռացնել քաղաքական եւ հանրային դաշտից։ Քաղաքական դաշտից հեռացնելը այսպեսի մեթոդներով հնարավոր է, իսկ հանրային դաշտից հեռացնելը հնարավոր է Ասֆաշյանի ֆիզիկապես ոչնչացնելով, որի հետ կապված մենք հանցագործության հաղորդում ենք ներկայացրել քննչական մարմիններին, բայց գտել են, որ դա քննարկման ենթակա չէ։ Այսքանը կներեք ժողովուրդ ջան, ես մտնեմ ներս, վերացել դուրս գամ։ Ես չգիտեմ, ես դա լրատվամիջոցներից եմ տեղեկացել, ես պաշտոնապես որևէ ձայնագրության չեմ ծանոթացել, ես չգիտեմ դա ինչ է։ Այս բանին ոչինչ չգիտեմ, ես կներեք, գնամ։ Պարոն Հարապետյան, ասում եք կալանքի միշտ օգնություն են ներկայացնում։ Հավանաբար կներկայացնեմ։ Իրականում եմ իհարկել հետևորդներ Վարդան Ղուկասյանի պաշտպանը պատասխանեց մեր որոշ հարցերի, մասնավորապես նա ասաց, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրությունը ըստ էության արված է այն ժամանակահատվածում, երբ Վարդան Ղուկասյանը չի հանդիսացել համայնքի ղեկավար, միաժամանակ նա ասաց, որ